Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Խորոնգ գյուղի մի բնակիչ տանը պահում է կանեփի բույսեր եւ չորացված մանրացված զանգված։ Տեղեկությունը ստուգվել եւ հաստատվել է։ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 26-ին ժամը 17-ին սնություն է կատարվել Խորոնգ գյուղի բնակիչ 35-ամյա տղամարդու տանը։ Տանիքում հայտնաբերվել են 7.5 կիլոգրամ կանեփի չոր բույսեր, հատակին փռած եւ տոպրակով մոտ 900 գրամ չորացրած մանրացված մարիխուանայի նմանվող զանգված, եւս 142 գրամ նույն զանգվածից հայտնաբերվել է խորդանոցում դրված արկղի մեջ։ Տանտերը հայտնել է, որ այդ ամենն իրենն է ինքն է աճեցրել։ 35-ամյա տղամարդը ձերբակալվել է, նշանակվել է փորձաքննություն։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հունիսի 27-ին ժամը 4:38-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ աղբյուրի փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել Հրշեջ փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ եւ օպերատիվ հերթապահ խմբեր։ Անվտանգության նկատառումներից ելնելով շենքից տարհանվել են 350 բնակիչ, ոմանց ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 7-ին, մարվել 8:36-ին։ Հրշեջ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։ Պատահարի հետևանքը միայն նյութական է։ Այրվել է 6 ավտոմեքենա, որից 2-ը մասամբ, հանգամանքները պարզվում են։ Ծանոթացեք, ոստիկանության զորքերի ծառայողներն են։ Նրանց առաքելությունն է պահպանել հասարակական կարգը, ապահովել պետական օբյեկտների, հասարակական նշանակության մարդաշատ այգիների ու պուրակների պահպանությունը։ Համազգեստը նույնն է, նպատակը ընդհանուր, բնավորությունն ու ներաշխարհը յուրօրինակ, հմտություններն էլ բազմազան։ Ահա նրանցից մեկը ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության 3-րդ գումարտակի հրաձիգ Շարքային Գագիկ Վարդանյանը։ Պարտադիր ժամկետային զինծառայությունից հետո ոստիկանությունում ծառայելու ցանկությունն այնքան ուժեղ է եղել, որ արվեստի մարդը համալրել է համակարգի շարքերը։ Դժվարություններ լինում է ծառայության մեջ, բայց մեր հրամանատարության հետ փորձում ենք այդ դժվարությունները անցկացնել։ Թեև շատերին կարող է թվալ, որ ոստիկանությունում ծառայությունը խիստ սահմանափակում է մարդուն, իրականում այդքան էլ այդպես չէ։ Գագիկի օրինակը հենց դրա ապացույցն է։ Ծառայության հետ մեկտեղ նա զբաղվում է նաև արվեստով, քանդակագործությամբ ու խաչքարագործությամբ։ 2010-ից 17 թվականներին սովորել եւ ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական քոլեջի քանդակագործության եւ գեղանկարչության բաժինը։ Այդ տարիներից ի վեր բազմիցս մասնակցել է հեղինակավոր ցուցահանդեսների, նրա աշխատանքները ներկայացվել են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ Ծառայությունն ու արվեստը Գագիկի կյանքում լրացնում են միմյանց։ Մեկը սովորեցնում է կարգապահություն, մյուսը ազատություն տալիս։ Գագիկը սակայն հիշում է ընտանիքում արվեստագետից ոստիկանության ծառայողի անցումը այդքան էլ հեշտ չի տրվել, բայց ինքը համատեղել եւ համատեղում է երկու կենսակերպներ։ Հերթապահությունն ավարտվում է, իսկ ճանապարհը տանում դեպի Արագածոտնի մարզ, հայրենի Դավթաշեն գյուղ։ Այստեղ օրն օր ընթացք է ստանում։ Գագիկը բացում է արվեստանոցի դուռը, առանձնանում ինքն իր հետ ու լռության մեջ ձեռքը մեկնում կավին կամ խաչքարին։ Հոգնածությունն անհետանում է առաջին իսկ հպումից։ Արվեստի մարդկանց համար արվեստանոցները երբեք շատ չեն լինում։ Խաչքարերն իրենց անկյունում են, քանդակներն իրենց։ Ամեն ինչ դասավորված է իսկական ծառայողական կարգապահությամբ։ Գագիկի արվեստանոցում մեր զրույցին ներկա էին Կոմիտաս վարդապետը, Մարտիրոս Սարյանը, Ղրիմյան Հայրիկը, նույնիսկ Ալեքսանդր Պուշկինը, կավից, քարից կամ գիպսից, բայց կենդանի ներկայությամբ ու նմանությամբ։ Մինչ զրուցում էինք, Գագիկը ստեղծում էր նոր կերպար։ Խոսքը երկրորդական էր, գործը առաջնային։ Քանդակել փոքրուց եմ սկսել, սիրել եմ։ Փոքր ժամանակ մեխու չակուց էինք վերցնում, սկսում էի քար էի վերցնում ու սկսում էի քանդակներ։ Հետո մեր ընտանիքում եղբայրներ ունեն, որ անվանի նկարիչ են։ Տեսնելով իրենց նկարները, արվեստը, շնորհը, սիրեցի այս գործը էլի։
Գագիկը սիրում է ստեղծագործել լռության մեջ։ Այստեղ ամեն հարված ու ձևված խոսք է, իսկ կինը Ռաիսան միայն խաչքարերի զարդերի նշանակությունը ճշգրտելու հարցում է օգնում, դարձնելով յուրաքանչյուր կտորն ավելի խորիմաստ ու պատմող։ Վեճեր կան, չէ, քանդակագործների ու արվեստի պատմաբանների միջև, իրանք արվեստի պատմաբանները, որ փորձում են վերլուծեն իրենց աշխատանքները, իրանք չեն ընդունում։ Զրույցի ավարտին Գագիկի ստեղծած նոր կերպարն արդեն պատրաստ էր, ասես շունչ առած ու պատրաստ իր ուղին անցնելու։ Այս վեհ ու հանդուգն կերպարը ծնվեց րոպեների ընթացքում, նույն խստապահանջ կարգապահությամբ ու սրտացավությամբ, ինչպես ոստիկան Գագիկը ծառայության ժամանակ։ Երբ համազգեստն ու քանդակագործի ձեռքերը միախառնվում են, ստեղծվում է մի ամբողջություն, որտեղ արտացոլվում է կարգապահությունն ու ստեղծագործական խարիզման։ Երևի թե այսքան է։ Վերջ։ Բայց սա միայն մեր հանդիպման ավարտն էր, իսկ Գագիկի ուղին շարունակվում է ծառայության ու արվեստի համաչափ քայլերով։ Կառավարությունն իրազեկում է։ Հարգելի քաղաքացիներ, հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան։ Կարևոր է այդ ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելմանը եւ բնակչության շրջանում բացատրական աշխատանքներին։ Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար արգելվում է չնախատեսված տեղերում վառել խարույկ, նետել այրվող լուծկի, չմարվող ծխախոտի մնացորդ, վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել եւ օգտվել բաց կրակից, այրել չոր խոտ կամ խոզան, արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները, վերածվելով հրկիզող ոսպնյակների։ Հարգելի քաղաքացիներ, հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում փորձեք հանգցնել այն, օգտագործելով կրակմարիչներ, բահեր կամ ծառերի ճյուղերի կապուկ, թացակուստ, ամուր կտոր։ Պետք է համոզվել, որ կրակը մարվել է եւ կրկին բորբոքման սպառնալիք չկա։ Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները դուք կօգնեք հրշեջներին, գիտակցելով, որ չնայած նրանց 24-ժամյա անձնվիրաբար ծառայությանը, անտառն ամբողջությամբ եւ մշտապես ուշադրության կենտրոնում պահելն անհնար է։ Որպես հիշեցում, վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը սահմանում է հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է նվազագույն աշխատավարձի մինչև 150 պատիկի չափով տուգանք։ Խոզանները, բուսական մնացորդները ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոթարքների բուսականությունը, գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային եւ բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը սահմանված նվազագույն աշխատավարձի 50 պատիկից 300 պատիկի չափով։ Հարգելի քաղաքացիներ, եթե նկատում եք հրդեհ, ապա զանգահարեք 911 հեռախոսահամարին։ Հարգելի քաղաքացիներ, բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել էլեկտրոնային կրիչ ունեցող եւ առանց կրիչի նույնականացման քարտերով։ Ձեր նույնականացման քարտի PIN եւ PUK կոդերը եզակի են եւ կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։ Սակայն եթե կորցրել եք դրանք, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Նույնականացման քարտով կարող եք մոտենալ բջջային օպերատորի գրասենյակ եւ հեշտությամբ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքերը փրկում։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրակապրիր։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին Կյանք է փրկում։ Հարգելի քաղաքացիներ, Road Police.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի
Վճարանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։